1 րոպե լռություն եւ շնորհակալություն այն բոլոր զինվորներին, ովքեր իրենց կյանքի ու այրան գնով անսասան են պահում հայրենի երկրի սահմանները։ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանը երախտապարտ է ազգային բանակում ծառայող իր շրջանավարտներին։ Շնորհակալություն ենք հայտնում Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի այն շրջանավարտներին, ովքեր անձնվիրաբար կատարում են հայրենի երկրի սահմանների պահպանման և անձեռնմխելիության սրբազան պարտքը։ Նրանք բոլորը պայքարում են մեզ համար, մեր հայրենիքի, մեր խաղաղության համար։ Հայրենիքի պաշտպանության սրբազան գործում անմնացորդ նվիրումի, աննկուն կամքի և ուսումնարանի պատիվը բարձր պահելու համար զինվոր շրջանավարտների շնորհակալագրերն այսօր հանձնվեցին նրանց ծնողներին։ Սիրելի ծնողներ, շնորհակալ եմ նաև ձեզանից։ Մեր զինվորները ձեր դաստիարակության և կրթման շնորհիվ ստացած գիտելիքները կարողացան ծառայեցնել ի նպաստ Հայաստանի բարօրության։ Պարգևատրվեց նաև Պաշտպանության բանակի սերժանտ Ռաֆայել Հովհաննիսյանը։ Գյումրեցի հերոսը ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում Թալիշի դիրքերում խոցել է թշնամու 3 տանկ։ Բնավորությամբ համեստ, ուշադրության կենտրոնում հայտնվել չսիրող Ռաֆայելը ավարտել է ուսումնարանի զաշտակիրառական արվեստ բաժինը և ստացել փայտի գեղարվեստական փորագրողի որակավորում։ Այնուհետ ուսումը շարունակել է համակարգիչների շահագործում բաժնում։ Հերոսի մայրը մինչ օրս չի պատկերացնում, ինչպես է որդին նման սխրանք գործել։ Քաչարի մարտիկը ինչպես մասնագիտական կրթության մեջ, այնպես էլ զինվորական գործում արհեստավարժություն է դրսևորել։ Թշնամու տանկ խոցելու լուրն էլ թաքցրել է ծնողներից։ Մենք ամսո 2-ին խոսել ենք իր հետ, մոտ 3-ին, ժամը 3-ին խոսել ենք իր հետ, ու ինքը ոչինչ չասեց իր այդ խոցելու համար։ Մի երկու օր հետո իր ընկերը եկավ մեր տուն, Մելոն, իր ընկերը, ասեց իմ ընկերս հերոս է, ամուսնուս ասեց, ես չեմ կարող ձեզ ծածկեմ, Գևորգ Հոբաշտյան, դու հերոսի հայր ես։ Տեսախցիկի առաջ հուզմունքը թաքցնելու համար հերոսի մայրը հերոսություն չունեցավ։ Դեպքերից մի քանի օր հետո Ռաֆայել Հովհաննիսյանը Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահների կողմից պարգևատրվել է մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով։ Ռաֆայելն անգամ այդ նորությունը ծնողներին չէր հայտնել, որոշել էր անակնկալ մատուցել, բայց հատկապես այդ օրերին բանակի մասին լուրերին հետևող հարևանները անսպասելի շնորհավորել են Հովհաննիսյաններին։ Մենք կսպասեինք մայիսի 9-ին այդ շնորհման համար, հարևանն եկավ ամսու 19-ին ապրիլի ու ասեց Ռաֆոյին տեսանք լուրերով, Բակո Սահակյանը իրեն շնորհեց մարտական խաչ, դե քանի օր չենք է միացրել հեռուստացույցը ու չենք է տեսել, ինտերնետում փնտրեցինք այդ պահը, գտանք այդ կադրը տեսանք։ Թշնամի տանկիստներին սարսափի մեջ պահող գյումրեցի Ռաֆայելը զինվորական ծառայությունը կավարտի ամռանը։ Ծնողները սպասում են ինչպես իրենց հերոսի, այնպես էլ մյուս զինվորների վերադարձին։ Մարիամ Խալաթյան, Կարապետ Առաքելյան, Օրագիծ։